Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, պատմական արդարության ճանապարհին, Մարիետա Դումիկյան, ուր որ արցախցի մահանտիվին հոն Արցախը գտնեմ, Արշավիր Կաբուջյան, Սասունի վանքերը, ոչ հանցավոր չէ, 105 տարի առաջ հունիսի 3-ին Սողոմոն Տեհլիրյան ազատ արձակվեցավ Բերլինի դատարանի դահլիճեն։ Իսրայելի վարչագահը զորք տեղակայած է Ադրբեջանի տարածքին մեջ, Վարուժան Քեղամյան։ Արևմտյան Հայաստանի Սիվրիհիսար քաղաքին մեջ հայկական եկեղեցին վերածված է մշակույթի տան։ Գոմիդասն ու իր 5 նվիրյալ աշակերտները։ Ագոսը գհրավիրե գիսվելու հրանտ տինկի մասին հիշողություններով։ Արևմտյան Հայաստանը պատմական Հայաստանի այն հատվածն է, որ այսօր հիմնական կգտնվի Թուրքիո-արևելյան շրջաններուն մեջ։ Հայ ժողովրդին դեմ գործադրված ցեղասպանության հետևանքով այդ տարածքները վերածվեցան հայության գորստյան, դեղահանության եւ հայրենազրկման ողբերգական բեմի։ Արևմտյան Հայաստանի սահմանադրության ընդունումը կարևոր նշանակություն ունի համայնքային կյանքին մեջ, որպես պատմական արդարության, բանջարդիրության եւ ազգային ինքնության պահպանման միջոց։ Սահմանադրությունը գարդացել է հայ ժողովրդի հավաքական հիշողություն ու աբակայի նկատմամբ անոր ցկտումները։ Ան նաև քաղաքական գործունեության կարևոր գործիք մնե, որ գմիդի միջազգային հանրության հիշեցնելու հայ ժողովրդի պատմական դարաբանքներն ու իրավունքները։ Իրավական առումով անգկատարե շարք կարևոր առաքելություններ, իսկ մշակութային տեսակետեն անգհանդիսանա հայ համայնքի միասնությունը ամրապնդող հիմնասյուներեն մեկը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ստեղծումը հայ ազգին կբարգեւի ազգային միասնության խորհրդանիշ եւ քաղաքական հարթակ, նպատակ ունենալով պաշտպանել ազգային ինքնությունը եւ ժառանգությունը իրավական, խաղաղ եւ դիվանագիտական սկզբունքներու հիման վրա, առաջ մղել իրավունքներու բանջարդիրությունը եւ միջազգային ասպարեզի մեջ ներկայացնել հանրային շահերը։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրն է Տանյական հայկական բարեգործական առաքելություն հասարակական գազམ་ագերբության կոորդինատոր դնորեն Արշավիր Կաբուջյանը։ Բեյրութ ծնած Կաբուջյանը 1990-ականներուն հաստատված է Հայաստանի մեջ եւ այդ տարիներեն սկսյալ դարին քանի անգամ անպայման այցելած է Արցախ։ Ան շրջած է Արցախի բոլոր շրջաններով եւ իրականացած բազմաթիվ ծրագիրներ։ 2020-ի պատերազմեն յետ ավելի հաջող գտնված է Արցախ, փորձելով կյանքի գոչել նոր ու ավելի լայնածավալ նախաձեռնություններ։ Իրեն համար Արցախը բարձրապես տարածք չէ, այլ հայ ժողովրդի ինքնության, հիշողության եւ արժեքներու հայելին։ Գարինե Գրիգորյան գկրե Սասունի մեջ կհիշադակվին դասնյակ վանքեր, եկեղեցիներ եւ ուխտադեղիներ։ Գլխավոր սրբավայրերն էին Սուրբ Պետրոս Արաքյալի վանքը, Քավարի եպիսկոպոսի առաջնորդարանը եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 19-րդ դարու վերջավորության եւ 20-րդ դարու սկիզբին միայն քանի վանք ու եկեղեցի կգործեին, իսկ մյուսները լքված կամ գիսաբեր էին։ Ուխտակնածությունները օրերուն հոն կկատարվեին եկեղեցական արարողություններ։ Սուրբ Պետրոս Արաքյալի վանք 9-րդ դարու հիմնադրված այս վանքը գտնվի Մարատուկ Լերան արևմտյան ստորոդին, Քոմք եւ Միջքեղ գյուղերուն մոտ։ Ան հայտնի է նաեւ Մատնևանք անունով եւ Սասունի ամենանշանավոր վանքերեն մեկն է։ Ավանդության համաձայն Պետրոս Արաքյալը երևցած է Գոմքի գյուղաբեդին, անոր դված է իր ջգույտի ոսկոր եւ բատվիրած Սասունի մեջ վան կառուցել եւ մասունքը հոն բահել։ Իր քեծկության պատճառով դեղացիները վանքը գոչած են քրդերեն Բուքե Ջենետե դրախտի հարս։ Անոր մաս կգազմեր նաեւ Սուրբ Աստվածածնի վկայարանը։ Միջնադարուն վանքը ժառանգական առաջնորդություն ուներ եւ Սասունի թեմի առաջնորդներու նստավայրներ։ Ան հարուստ էր գալվածներով, հողերով, այգիներով, անասուններով ու այլ հարստություններով, որոնց շարքին կբահվեր նաեւ Վարդան Մամիկոնյանի Բողբադե վահանը։ 20-րդ դարու սկիզբին վանքը դակավին գործող էր, ուներ դբրոց, իսկ վանահայրերն էին Պետրոս Վարդապետ Աստվածադրյան եւ Ստեփան Վարդապետ Բադասարյան։ 105 տարի առաջ հունիսի 3-ին Սողոմոն Տեհլիրյան ազատ արձակվեցավ Բերլինի դատարանեն։ 1921 թվականի հունիսի 3-ին Բերլինի առաջին շրջանային դատարանի մեջ տեղի ունեցավ Սողոմոն Տեհլիրյանի դատավարությունը, որ տևեց ընդամենը 1.5 օր, նախատեսված 3 օրվան փոխարեն։ Տեհլիրյանը կպաշտպանեին Գերմանիո 3 նշանավոր փաստաբաններ։ Դատարանին մեջ ներկա էին թե Բերլինի հայ համայնքի ներկայացուցիչները, թե Թալիաթի ներկայացնող թուրքեր անոր գնոջ գլխավորությամբ։ Թալիաթի հանցանքը ապացուցելու համար պաշտպանությունը ներկայացուց Արամ Անդոնյանի դրամատրած բնօրինակ հերակրերը, որոնց մեջ կդրվեին հայրու բնաճնչման եւ դեղահանության հրամաններ։ Վկայություններ տվին գերմանացի պարսասիջան սպամը, հայասեր Հովանես Լեպսիուսը եւ ցեղասպանությունը վերապրած հայեր։ Պաշտպանությունը հիմնված էր Գերմանիո օրենսգիրքի 51-րդ հոդվածին վրա։ 1921 թվականի հունիս 3-ին Տեհլիրյանի երթվյալ ադենագալներու վճիրով անմեղ ջանցավեցավ եւ ազատ արձակվեցավ։ Դատավարությունը մեծ հասարակական քաղաքական արձագանք կտավ եւ լայնորեն լուսաբանվեցավ եվրոպական, ամերիկյան եւ հայկական մամուլին, ինչպես նաեւ գերմանացի եւ թուրք լրագրողներու գոմե։ Թալիաթի սպանությունը Նեմեսիս հadoop գործողության ամենահայտնի գործողությունն է։
Ամերիկյան CNN-ի աղբյուրներու համաձայն Իրանի հետ պատերազմի սկիզբեն ի վեր Իսրայելի վարչագահը առնվազն քանի դասյակ իսրայելցի զինվորներ դեղագայած է Ադրբեջանի մեջ Իրանի հետ հյուսիսային սահմանին երկայնքով։ Անոնց շարքին կան իսրայելյան հատուկ նշանակության ուժերու ընդրանի սրոբաժանումներու ներկայացուցիչներ եւ հետախուզական աշխատակիցներ։ Այս մասին կդեղեկանանք թրքագետ Վարուժան Քեղամյանի տելեգրամյան ալիքեն, որուն կարծիքով այդ ուժերը դեղագայված են բռնակրաված հայկական Արցախի տարածքին մեջ, քանի որ թիրախին մեջ եղած է Թավրիզ քաղաքը, որուն ամենամոտ գտնվող շրջանը Արցախի տարածքն է։ Ըստ CNN-ի, անոնք ոչ միայն իրականացուցած են հետախուզական գործողություններ, այլ նաև նախատեսված են այլ ներթափանցման կամ փրկարարական գործողություններու համար գրած է թրքագետը։ Արևմտյան Հայաստանի Սիվրիհիսար քաղաքին մեջ գտնվող պատմական հայկական եկեղեցին վերափոխված է մշակութային կենտրոնի եւ այժմ կգործե Զուբեյդե Հանը մշակույթի տան անվան տակ։ Դեղեցություններուն համաձայն շենքը կօգտագործվի զանազան ցերնակներու, այդ շարքին համաժողովներու, սեմինարներու եւ մշակութային հանդիպումներու կազմակերպման նպատակով։ Հայկական պատմամշակութային ժառանգության այս կարևոր գոտողի նոր գործառույթը գրգին ուշադրության կենտրոն կբերե Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներու պահպանության եւ անոնց պատմական ինքնության պաշտպանության հարցը։ Մասնակիցները կշարունակեն ընդգծել, որ նման հուշարձաններու վերափոխման բարակային անհրաժեշտ է պահպանել անոնց պատմական եւ մշակութային արժեքը որպես հայկական բազմատարյան ներկայության վկայություն։ 1914 թվականին Գոստանտո Բոլսո մեջ առնված պատմական լուսանկարին մեջ Գոմիդաս վարդապետը կպատկերվի իր սիրելի աշակերտներու շրջապատին մեջ։ Այդ տարիներուն ան ղեկավարեր Քուսան Խարը երգչախումբը, որուն կազմի մեջ ձևավորված էին տաղանդավոր երաժիշտներ, որոնք հետագային շարունակեցին իրենց ուսուցիչի ազգային մշակութային առաքելությունը։ Լուսանկարին կենտրոնին Գոմիդասն է, իսկ շուրջը պատմության մեջ հայտնի Գոմիդասի 5 աշակերտները՝ Փարսել Գանաչյան, Միհրան Թոմաչյան, Վաղարշակ Սրվանցդյան, Վարդան Սարգսյան եւ Հայկ Սեմերջյան։ Անոնք մեծ դեր ունեցան հայկական ժողովրդական եւ դասական երաժշտական ժառանգության պահպանման եւ տարածման մեջ, շարունակելով Գոմիդասի անկնահատելի ավանդը։ Թերթի հիմնադիր Հրանտ Նինքի սպանության 20-րդ տարելիցին ընթരാճ Ագոսը կհրավիրե երիտասարդները պատմելու թե ինչպես առաջին անգամ ծանոթացած են անոր ժառանգության։ Խմբագրությունը կսպասե 18-ին 35 տարեկան այն անձերու պատմությունները, որոնք Նինքը անցամբ չեն ջանցած, բայց հետագային ծանոթացած են անոր գաղափարներուն, ելույթներուն կամ հասարակական գործունեության։ Անոնք կրնան պատմել, թե երբ առաջին անգամ լսած են անոր անունը, ինչ ազդեցություն ունեցած են անոր միտքերը իրենց կյանքին, որոշումներուն եւ փոխհարաբերություններուն վրա։ Ընդրված նամակները կրնան հրապարակվել Ագոսին մեջ ըստ ցանկության։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։